Իհարկե հանրային զվարճանքը, զայրույթը երբեմն թե այ մարդը ինչեր էիք խոսում պորոպորո ճորտում պորտում էիք բան էլի, ես չէ ձեր տարած քվեն բանը թե մարդ է ժողովուրդ է քննադատում է քաղաքական գործիչ է դասեր է քաղում կամ դասեր չի քաղում բայց թե նրանք արդեն հասկացան էլի որ իրենց քվեները որևէ սխալ հաշվարկով կամ վերահաշվարկով շտկել չի լինի օրինակ Բարգավաճ Հայաստանի դեպքում մարդ էս մեկ էլ տեսար դրեցին վերահաշվեցին պարզվեց մի բավարար քվե ավելանում դառնում է 4.1 կամ 1/100%. Այո, այդտեղ պետք է վերահաշվարկ անել, էլի։ Հա, իսկ այն ուժերը, որոնց հետ կապված մենք մեկ ամսից ավել լսում էինք ընտրակաշառքի հրավառություն, էլ ասելու չէ, բանը կաշառքը այսպես, կաշառքը այնպես, թվերը, բաները լսել եք, շատ ենք խոսել այդ մասին, հա, այդպիսի ուժերը օրենսդիր լինեն, դա ընդհանրապես որևէ երկրի համար խայտառակություն է ամոթ է, վնաս է, շատ մեծ վնաս է, ամոթը բանը հլա երթա ու կա։ Բոլորս վճարելու ենք փաստորեն այդպիսի ուժերի ուրեմն աշխատանքի համար, ինչի, ես չեմ ուզում վճարել, էլի ճիշտն ասած։ Եթե այդքան փող ունեն, բաժանում են ընտրվելու համար, ինչի պիտի փող ստանան, դա փողը երկրորդական է, հա։ Ինչու պիտի լիազորություն ունենան, բանը երկրի ճակատագիր որոշելու, օրենքներ ընդունելու, որպես ինչ։ Ստեղ լուրջ հարցեր են առաջանում, դատաիրավական, քաղաքական դիրքորոշման, քաղաքական կամքի հարցեր են առաջանում, որոնք հիմնականում ուղղված են պարոն Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին։ Կան հարցեր, որոնք նախկինից են եւ չեն խորտակվում այդ հարցերը, անընդհատ այդ հարցերը հնչելու են։ Ինչու ժամանակին չարեցիք, ինչու չմաքրեցիք, ինչու ապօրինի փողերը չվերացրեցիք քաղաքական դաշտից, ապօրինի փողերով աշխատող կուսակցություններ եւ լրատվամիջոցները, ինչու օրենքով կամ դատական որոշումներով չսահմանափակեցիք։ Քոչարյան Ռոբերտի պես մեկը, որը երկու անգամ կեղծ տեղեկանքով է դարձել տեխնացու նախագահի, ինչ իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին եւ այլն։ Դե իրավունք ուներ մասնակցեց, բայց ինչու պարոնայք իշխանավորներ դուք դա դատական քննության առարկա չէիք դարձրել անցած 8 տարիների ընթացքում, էլի ինչու չէիք արել։ Սրանք հնից եկող հարցերն են, որոնք արձագանքում են պատուպատ են խփում քաղաքացիական պայմանագրի ժողովուրդը կամ խուլ է ձևանում, այս անցած 8 տարիների ընթացքում չենք լսել այդ հարցը, էլի, հա։ Եթե դուք ուշադրություն դարձրել եք քաղաքացիական պայմանագիրը բազմիցս քննադատել եք Քոչարյան Ռոբերտին, ես չեմ կարողանում հիշել, եթե եղել է, ես պիտի խնդրեմ ինձ հիշեցնել, որ այդ երկու կեղծ տեղեկանքների պատմությունը քաղաքացիական պայմանագիրը հիշեցնի։ Ալվինա Քյոլումյանի տված տեղեկանքի մասին է խոսքը, էլի 98 թիվ 2003 թիվ։